Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում Գարեգի Նժդեհին նվիրված դասախոսություն քննարկումների Մայր-Բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից բացի մասնակցում էին նաեւ զինծառայողներ։ Նժդեհյան ընթերցումների շրջանակում ներառված էր մեծ մտավորականի, քաղաքական եւ ռազմական գործչի, ինչպես նաեւ հզորագույն ազգային գաղափարախոսի եւ փիլիսոփայի մտածողության ու գրական ժառանգության հիմնական ուղղությունները։ Գարեգի Նժդեհի մասին կենսագրական ակնարկով ելույթ ունեցավ պատմաիրավաբանական ֆակուլտետի դեկան Արմինե Արստամյանը, ընդգծելով Նժդեհի հայրենանվեր գործունեության շնորհիվ էր, որ Հայաստանը կարողացավ պաշտպանել իր տարածքները հայաթափումից։ Նժդեհը մեծ մարդասեր էր, հերու ցանկացած ագրեսիվ զավթողական գաղափարախոսությունից։ Նա դեմ էր աշխարհակալական ցանկացած ձգտումների։ Դեռ ավելին նա գրում է, որ աշխարհակալությունը, կայսրությունը ընդհանրապես կապ չունի հայրենիքի հետ։ Ասում եմ, մի Նժդեհ է պակասում էր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ եւ գաղափարախոս, ու թերևս ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Երկիրը կարող է դուրս գալ քաղաքակրթական ճահճից, եթե ունենա առաջնորդող ուսմունք եւ այն մեկնաբանող, գործի դնող, ժամանակի հետ խոսեցնող առաջնորդ։ Այդ ուսմունքը մենք ունենք, Նժդեհի ոգու ուսմունքը։ Գարեգին Նժդեհը որպես հոգեբան թեմայով խոսեց պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։ Նա կարողացավ Վանի հյուծված բնակիչներին ինքնապաշտպանության կոչել, հուսալքված Սյունիքի պաշտպաններին մարտի առաջնորդել թուրք, թաթարական եւ բոլշևիկյան զորքերի դեմ, այդպես կարող էր միայն հոգեկանի գաղտնիքներին խորությամբ տիրապետող անձնավորությունը։ Նժդեհը օժտված էր այդպիսի բնատուր տաղանդով։ Հաճախ միանգամայն անհիմն պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձևավորվել է Նիցշեի գաղափարների ազդեցությամբ։ Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռական ոճը իրոք որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերություններ։ Նիցշեի փիլիսոփայության առանցքն անհատ գերմարտն է, որը հանդես է գալիս իբրև նպատակ։ Նժդեհի ուսմունքի հիմքը ցեղն է եւ ցեղամարտը միջոց է ցեղի համար։ Հրիր ընկնողին, ասում է Նիցշեն, իսկ Նժդեհն այս համոզմունքն ունի, չարժե եւ չի կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը։ Գարեգին Նժդեհը որպես ռազմական գործիչ թեմայով ելույթ ունեցավ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը։ Նժդեհը ռազմարվեստի նվիրված աշխատանքներում հատուկ ընդգծում է նաեւ հրամանատարի առաջնորդի խոսքի դերը, ինչ որ հաճախ դժվարանում է կատարել ժամանակակից հերաձիկ թնդանոթը, հեշտությամբ կատարում է ղեկավարի զորավար խոսք։ Ինչպես շեշտում է Նժդեհը, հաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պետք է եւ զորավոր խոսք։ Նժդեհյան ընթերցանությունների շրջանակում հանդես եկան նաեւ ուսանողներ, ներկայացրին մեծ ազգասերի խորհրդատությունները հայրենասիրության, կուսակցամոլության, հայրենիքի գաղափարի մասին։ Նժդեհյան գաղափարախոսությունը պետք է կենսագործել, իրականություն դարձնել, իսկ կազմակերպած միջոցառմամբ Արցախի պետական համալսարանի հայագիտական կենտրոնը փորձեց Նժդեհյան ճանաչողության գործում իր լուման ներդնել։ Գենադի Երեմյան, Մերժան Հայրապետյան, օր։